Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից սպարի երեկո։ Քաղաքում լինելու դեպքում Հովհանավանքի Կիրակնորի ապատարակին կմասնակցի նաև Արդարադատության նախարարը։ Սրփուի Գալյանն արդեն տեսել է նախորդ Կիրակի քաղաքացու բերանը փակելով դուրս հանելու տեսանյութը, հանցագործության տարր չի նկատել։ Շնորհիվ նաև մեր քաղաքացիների, որոնք ժողովրդական լեզվով ասած թեգել էին ինձ այդ պատկերի վրա, ես նայեցի եւ տեսա, թե ինչ է տեղի ունեցել, բայց եւ այդքանը։ Հիմա կարող եք մեկնաբանել ինչքանով է դա մեկնաբանում եմ հետեւյալ կերպ, որ տեսել եմ մի պատկեր, որտեղ անվտանգության աշխատակիցները քաղաքացու բերանը փակած նրան փորձում էին X վայրից տեղափոխել Y վայր։ Ինչքանով է դա ժողովրդավարական երկրում թույլատրել։ Դուք եղել եք այնտեղ։ Եղել եք այնտեղ։ Լսել եք ինչեր է ասել տվյալ քաղաքացին։ Գիտեք, ինչ որ իրավիճակում այդ գործողությունը կարող է իրավաչափ գնահատվել, ինչ որ իրավիճակում բացարձակ ոչ։ Առողջապահության նախարարն էլ նույն սկանդալային կադրերում բռնություն չի նկատել։ Տեղի ունեցածն ըստ նրա պրովոկացիա է։ Հոտը կանգնած է նրա կողքին եւ մենք էլ ես այս Կիրակից առաջ էլ եղել է որ գնացել եմ Հովանավանք եւ ինքս Տեր Արամին ճանաչելով եւ նրա հոգատար վերաբերմունքը իր համայնքին, իր համայնքի մարդկանց նույն առողջական խնդիրներով մտահոգված լինելը եւ խնդիրներն լուծելու միտված լինելը ինձ վստահություն է տալիս, որ այո, պետք է կանգնել նրա պաշտպանությանը։ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարե Սինանյանն է անգամ խախտել լռության ուխտը, խոսել է ու հաստատել Կիրակի Հովհանավանքում կլինի։ Այս Կիրակի տրվող պատարագին Հովանավան գնալ։ Ասել եմ, այո, մտադիր եմ գնալ։ Իսկ նորմալ եք վերաբերում, որ կարգելուց եղած քահանան կարող է պատարագ մատուցել։ Կարգելուց եղած չէ իհարկե, բայց ինչ կապ ունի գնալու հետ դա։ Ձեր կարծիքն եմ հարցնում։ Հա, չէ, ասում կարգելուց եղած չէ, բայց ով է կարգելուց եղած։ Տեր Արամը Հովանավանքում, որը պետք է վեհապարը, մայրաթորը նման հայտ։ Եղարքունիքի մարզպետն էլ այնտեղ կլինի, թեև իր մարզում դեռ որոնում են 3 տարեկան Տիգրանին։ Կարեն Սարգսյանը ոչ մի վարկած չի բացառել։ Մյուս եղբայրը, որը խոսելու հետ խնդիրներ ունի, լոգոպեդի մոտ այցելության ժամանակ անընդհատ կոկորդին է ձեռքը տարել։ Այդ մասով ինչ տեղեկություն կա կամ ինչ վարկած է շրջանառվում։ Ճիշտ ասած, այդ կոկորդի հետ կապված երևի թե օրինակ մեր կողմից ենթադրությունն եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսալ, հասկացել է, որ չի կարողանում բացատրի իրենց հարցերին, չի կարողանում ամբողջությամբ պատասխանել, դա է եղել, ոչ թե այլ ինչ որ բան է քննարկվել կոկորդին, կոկորդը ցույց տալու հետ կապված։ Հիմնական վարկածներ կան, պարոն Սարգսյան, որոնք տալիս են իրավապահները, Կարգառություն պետը քրեական գործ կա, տեղյակ եք հիմնական վարկածները ուսումնասիրել։ Իհարկե քրեական գործ կա հարուցված, բայց տարբեր վարկածներ, այսինքն չբացառելով ոչ մի վարկած ու այդպիսի ու այդ ուղղությամբ որոնողական աշխատանքներ, այսինքն չբացառելով ոչ մի վարկած։ Հովհանավանքում Ստեփան Ասատրյանի պատարակներին հոգևորականներ են անդրադարձել, հորդորել, մասնակցել իսկական պատարակներին։ Կարևոր եմ համարում իրազեկ, բարեպաշտ հավատացյալների հոգևոր իրավունքները։ Նրանք իրազեկ են, գիտեն, որ Հովանավանքում իրեն քահանա հորջորջող, բայց ոչ քահանա անձնավորություն ծիսագործում է, պատարակ է մատուցում իբրև թե, և նրանք գիտակցաբար չեն գնա այդ պատարակին, բայց նրանք ուրիշ տեղ չունեն գնալու, այստեղ ոտնահարվում է հավատացյալ մարդու հոգևոր իրավունքը։ Նախկինում Տեր Արամը, Ստեփան Ասատրյանը շատ կարևոր մի բաց թողում է անում։ Իր գրառումներում խոսում է, որ քահանաները վերածվել են եպիսկոպոսական հրահանգները կատարողների։ Աստվածաշունչում հստակ այդ մասին պատվիրան կա։ Լսեք ձեր առաջնորդներին։ Բայց որևէ մի պատվիրան չկա, որ ասի լսեք քննչական կոմիտեին։ Այս մարդը նեղվում է, որ եպիսկոպոսի հրահանգներն է կատարում,
Բայց երբ որ քննչական կոմիտեի հրահանգներն է կատարում եւ այնուհետեւ մարդկանց սուտը ներկայացնում, չի նեղվում։ Հեծանվային լուսաբացն այս անգամ Փարիզում է դիմավորել Նիկոլ Փաշինյանը, նա Ֆրանսիայում մասնակցում է խաղաղության ֆորումին։ Հեծանվային լուսաբացը այսօր Փարիզում է։ Հիմա Փարիզի եւ Երևանի ժամային տարբերությունը 3 ժամ է եւ առավոտյան 6:30-ի 7-ի կողմերը Փարիզի փողոցները պարզապես լցված են թարմ թխվող կրուասանի հոտերով։ Ֆորմալ ու ոչ ֆորմալ միջոցառումներին Փաշինյանը նաև հասցրել է ֆրանսերեն երգի հնչյունների տակ բարի օր մաղթել բոլորին, այս անգամ առանց սրտիկելու։ Օնլայն տիրույթում նոր ուժով են շարունակվում հարձակումները, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է ու ներկայացրել սցենարը։ Լավ պատրաստված կիբեր հանցագործները կրկնօրինակելով քաղաքացու մոտ մարդուն WhatsApp-ով եւ Viber-ով կապվում են օգտատիրոջ հետ, համոզում, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր եւ շուտով իրենց հետ կապ կհաստատի ԱԱԾ աշխատակիցը։ Հետո զանգում են կեղծ աշխատակիցն ու ռուսերեն ասում, որ քաղաքացու հաշվին Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Թիրախավորում են նույնիսկ քաղաքասարակության եւ մամուլի ներկայացուցիչներին։ Չարագործները նախապես շատ լավ պատրաստվում են, զննում մարդկանց կապերը, գիտեն ինչպես հոգեբանորեն ազդել մարդու վրա։ Մասնագետի տվյալով մի քանի մարդ արդեն ֆինանսական լուրջ կորուստ է ունեցել սրա հետևանքով։ Թուրքեր հեռացեք, Մոնտենեգրոյում հակաթուրքական բողոքի ակցիաները նոր թափ են առնում։ Մայրաքաղաք Պոդգորիցայում հավաքված ցուցարարները պահանջել են երկրից արտաքսել թուրք ապօրինի միգրանտներին եւ կարգուկանոն հաստատել միգրացիոն քաղաքականության մեջ։ Անկարգությունները սկսվել էին վերջերս տեղացի տղամարդու վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների հարձակումից հետո։ Երկրի կառավարությունն արձագանքելով միջադեպին ժամանակավոր չեղարկել էր Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա ընդրագրառումը թերևս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում եւ այս պահին ամենառեալ տեխնացուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշ Տիքարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Նույն աղբյուրը գրում է Նիկոլ Փաշինյանի համար վաղար շաբաթի հաղթանակ ասում են առանցքային նշանակություն ունի։ Նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղար շաբաթում Գյումրի 2 լինի։ Ավելին խոսակցություն կա, որ եթե ԿՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնան մի ոտքը շուտ ընտրություն կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին նրան զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից, թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասում են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ԿՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի տեխնացուների ընթերցակ ցանկ, գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի տեխնացու կընտրի։ Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը եւ կկազմվի վերջնական ցուցակը։ Հրապարակը գրում է անցյալ շաբաթ իշխանությունը հերթական անգամ իր դատարկամտությունը ցուցադրելով իշխանական քարոզչամեքենայի ողջ զորությամբ ավետեց, թե Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով ծով ու ցամաք կտրելով պատրաստվում է ցորեն ներմուծել Հայաստան։ Արցախի հայ ազգաբնակչության հանդեպ պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած Իլհամ Ալիևը իբրև թե բարի կամք է ցուցաբերել բեռնափոխադրման համար Ադրբեջանի տարածքը տրամադրելով, Փաշինյանն էլ բարձր է գնահատել Ալիևի ժեստը եւ շնորհակալություն է հայտնել։ Ադրբեջանի տարածքը Ալիևին եւ Փաշինյանին մի կողմ թողնելով ցանկացած գիտակից անձի Ղազախստանից ցորենի ներմուծման մասին լսելիս նախ կմտահոգի հարցը, թե Ղազախստանի որ շրջաններից է ներմուծվում ցորենը։ Սեմիլա Պալտինսկի միջուկային փորձարկումների պոլիգոնին որքանով մոտ կամ հեռու տարածքում է այն աճել, թե կոնկրետ Հայաստան ներմուծվող ցորենը Ղազախստանի որ շրջաններում աճած բերքից է։ Բաց աղբյուրներից արագորեն պարզել հնարավոր չէ, ինչ որ ատյանների գրավոր դիմելու տեղեկություն խնդրելու վրա էլ շարժ է ժամանակ վատնել, քանի որ բավական է եւ այն ինչ հասանելի է
բաց աղբյուրներից 2025 թվականին Ղազախստանում աճած ցորենի որակի վերաբերյալ ընդհանրապես համաձայն ղազախական լրատվամիջոցների Ղազախստանի կառավարության 2309 2025-ի նիստում գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը պաշտոնապես հայտարարել է, որ աշնանային անձրևները հանգեցրել են Ղազախստանում ցորենի որակական ցուցանիշների անկման։ Հրապարակը գրում է, նախորդային ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որը հայտնի է Կլոր Բերթ անունով։ Դավիթ Համբարձումյանը մեկ շաբաթյա կարանտինը կանցկացնի եւ կմնա այնտեղ։ Թե հետո կտեղափոխեն, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափ է։ Նա մեղադրվում է 2018 թվականի իշխանության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Վճիռը հրապարակվելու ժամանակ նա Ռուսաստանում էր, ոմանք կարծում էին այլևս Հայաստան չի վերադառնա, ինչպես քրեական հետապնդման ենթարկվող շատ նախկիններ, սակայն նա վերադարձավ։ Ժողովուրդը գրում է, ԿՊ քաղաքական կուլիսներում լուրջ դժգոհություն է հասունանում կապված Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի գործունեության հետ։ Կուսակցության ներսում պնդում են, որ նա չի կարողացել պատվիրակության աշխատանքը կազմակերպել այնպես, որ Երևանում անցկացվող նիստը չվերածվեր հրապարակային քննադատության եւ հարթակի։ Հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում անցկացվող Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում Հայաստանի իշխանությունները ստացան այն, ինչին ամենակիչն էին սպասում՝ հրապարակային եւ օժ դիտողություններ ԵՄ պատգամավորների կողմից։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի սկզբում եվրոպացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը հայտարարեց. վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ-ի թեկնածու լինել։ Ուստի պետք է լուծել ներքին խնդիրները, խոսքը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին է, այլ նրա ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքներում։ Երբ մարդկանց 20-ից 40 ոստիկանով կալանավորում են, կարծիքի համար սա անընդունելի է։ Սա արդեն մեթոդ է։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։